Այս գրքի շապիկին Երևանն է։ Վերնագիրը Իրևան, սրտումս ապրող հայրենիք։ Վերևում նշված է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոհամեդ Ֆիզուլիի անվան ձեռագրերի ինստիտուտը։ Վերջերս Ստոկհոլմում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը։ Ադրբեջանական հրապարակման համաձայն այն կազմակերպել է Շվեդիա-Ադրբեջան միությունը։ Ադրբեջանի դեսպանատան եւ Սփյուռքի պետական կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառմանը հնչել է Ադրբեջանի օրհներգը, իսկ դեսպանատան առաջին քարտուղարը հայտարարել է, որ պատմական ճշմարտությունների ուսումնասիրությունն ու միջազգային հանրությանը ներկայացնելը Ադրբեջանի պետական առաջնահերթություններից է։ Այսինքն սա արդեն պարզապես գրքի շնորհանդես չէ։ Սա պետական աջակցությամբ տարածվող քաղաքական խոսույթ է։ Նույն խոսույթում Ադրբեջանի նախագահը ներկայիս Հայաստանին անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Երևանը ներկայացնում որպես ադրբեջանական պատմական քաղաք։ Այս պահին որևէ ապացույց չկա, որ միջոցառմանը մասնակցել է կամ աջակցել է Շվեդիայի կառավարությունը, եւ այստեղ Հայաստանը պետք է պաշտոնապես պարզի շվեդական պետական կամ ակադեմիական շրջանակներ ներգրաված են եղել, թե ոչ։ Ես այս հարցով պաշտոնական գրություններ եմ ուղարկելու Հայաստանի ԱԳՆ-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ խորհրդարանական բոլոր ուժերին։ Պետք է պարզել, տեղյակ են եղել այս միջոցառման մասին եւ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։ Ստացված պատասխանները կհրապարակեմ, որովհետև խնդիրը միայն մեկ գիրքը չէ։ Խնդիրը այն է, թե Հայաստանը ունի իր նկատմամբ պետականորեն տարածվող պահանջատիրական խոսույթին արձագանքելու հստակ համակարգ։ Պետական խոսույթին պետք է պետական պատասխան։